Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ այստեղ հանում եք շտաբը, արդյոք այստեղ ավելի ճիշտ չէ լինի, որ իշխանությունը կատարել տված խոստումները, հետո նոր Ես իմ խոսքում նշեցի, որ վաղը տեղի է ունենալու արտահերթ նիստ, կարծում եմ դա եւս այնքանն է կառավարության կողմից եւ միևնույն ժամանակ մենք կաշկանդված չենք նորից հանրահավաք անելու եւ մեր պահանջները ներկայացնելու, մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ կարող են կետերով ներկայացնել, քանի կետով իրենք հետքայլ են կատարել եւ ընդունել են որ բարելավելու կարիք ունի այս ծրագրերը։ Խոսել ենք գոտիների մասին, խոսել ենք յուրաքանչյուր անձի համար, ինչպես գիտեք, գործում է 3, 4 եւ 5 միլիոն ծրագրերը յուրաքանչյուր անձի համար, ընդունել են, որ կարող ենք շեմը բարձրացնել։ Եվ իհարկե գոտիները միայն նշեմ, որ պատրաստ չեն քննարկել Երևան մայրաքաղաքը, բայց մենք պնդելու ենք, որ Չարենցավանը եւ Աբովյանը Արբանյա քաղաքները եւս ներգրավվեն այդ 4 միլիոն յուրաքանչյուր անձի համար եւս բարելավելու կարիք ունի, ընդունել են։ Այո։ Մենք լրագրողները ստենագրությունը երկար ժամանակ ինչ վրան այստեղ տեղադրված է, անընդհատ ասում են արցախցիների պայքարը, արցախցիների վրանը եւ այս ամեն ինչը մի տեսակ ներկայացում է որպես արցախցիների համընդհանուր բողոքի ակցիա եւ համընդհանուր պահանջատիրության հարցակ։ Արդյոք այս ամեն ինչով արցախցիները բավարարվում են եւ մի քիչ ակնկալիքները շատ են, էլի։ Ընդհանուր մինչև իշխանապողության պահանջ ակնկալվում արցախցիներից, իմ ստացվում է, որ 1-2 պահանջ սոցիալական բավարարելու խոստում տալով արցախցիները հետ գայլեն։ Ես կուզենամ նշել, որ մենք ի սկզբանե հայտնել ենք խորհրդի դիրքորոշումը, մնացած մյուս 11 կետերի վերաբերյալ մենք շարունակելու ենք մեր պայքարը, ընդհանուր համաձայնության եզրեր են գտել, քանի որ արցախցիներն ունեն այսօր հրատապ խնդիրներ, բոլորիս համար դա ակնհայտ է եւ այս մասով ընդառաջ են գնացել, որպեսզի արցախցիները ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները դրսում չմնան եւ միևնույն ժամանակ չարտագաղթեն։ Իսկ ինչ վերաբերում է պայքարելուն, խորհրդի իր դիրքորոշումը չի փոխել այս մասով։ Խոսք գնաց իշխանապողության մասին, կուզեմ հետեւյալն ասեմ, շատ ուղիղ իշխանությունը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, ճիշտ է։ Եվ այս մասով կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումը պետք է առավել ակտիվ հայտնեն։ Եվս Հայաստանի Հանրապետության, բայց դուք գիտեք իշխանությունների կողմից ինչպիսի անջրպետ է մտցնվում, հատկապես այս մեկ ամսվա ընթացքում ուզում եմ նշել, որ բազմաթիվ կեղտոտ քարոզություն է տարվել արցախցիների մասով, որ արցախցիները եկել են իշխանապողությունը պատրաստում անել, չգիտեմ, նմանատիպ քայլեր վստահ եմ դուք էլ տեղյակ եք, այդ մասով չէի ցանկանա մտնել այդ դաշտ եւ պետք է խնդրեմ, որ խոսենք միայն օրակարգի շրջանակներից։